Սյունիքում մարդ չի կարող չխոսել անվտանգությունից։ Իշխանասարը հեռու չէ, հարևանները հեռու չեն, եւ մենք պետք է կարևոր հարց լուծենք մեր երկրի համար, ապահովենք Հայաստանի անվտանգությունը։ Հայաստանի անվտանգությունը ապահովում է մի ձև, երբ երկրի ղեկավարը լինում է փորձառու մարդ, ով չի կռվում բոլորի հետ, ով հավասարակշիռ է ու կարողանում է լեզու գտնի բոլորի հետ։ Մեր երկրի ղեկավարը 7 տարվա ընթացքում անկախ իր կամքից թե իր կամքով 3 պատերազմ է բերել։ Իր բնավորության, բանակցային ձիրքի, չեմ ասում հատուկ է արել, բանակցային ձիրքի արդյունքում 3 պատերազմ է հայկական հողի բերել։ Արդյոք դա նրա պատճառով չի, որ ինքը պատրաստ չի բանակցել։ Ինքը մինչև 2020 թվականը բոլոր բանակցություններում մեր երկրի ղեկավարը գնացել է ասել է չէ։ 2020 թվականից բոլոր բանակցություններում գնում ասում է հա։ Այդպես չի աշխատում դիվանագիտությունը։ Ընկերներ ձեռք բերելով պետքա կարողանանք անիվը շրջենք, ապահովենք անվտանգությունը, ունենանք երաշխավորներ։ Բարդ շրջանում ենք ապրում, բարդ ժամանակաշրջանում, բայց Սամվել Կարապետյանը մտել է այս process-ի մեջ մի պատճառով, որպեսզի այս բարդ իրավիճակից մեր երկիրը հաջողությամբ հանի։ Ուրիշ պատճառ չկա եւ այդ պատճառի համար մենք պատրաստ ենք պայքարել։ Եթե դուք էլ մեր հետ պատրաստ եք այս ճանապարհով գնալ, պատրաստ ենք ժողովուրդ։ Շնորհակալ եմ շատ։ Գնանք այս ճանապարհով, խոսենք մեր մտերիմների շրջապատի հետ, պատմենք, որ այլընտրանք կա, պետք է փոփոխություն մեր հայրենիքում ու դա կբերի մեր հայրենիքին բարեկեցություն, նորմալ կյանք։ Եթե Սամվել Կարապետյանը 0-ից կարողացել է այդքան մարդու լավ աշխատանքով ապահովել, բարեկեցություն բերել, հաստատ Հայաստանի պետությունը բարձրացնելու է ավելի բարձր կետ, քան մենք հիմա ունենք։ Ես սա ասում եմ զգուշորեն, ասում եմ գիտակցելով, բայց նաև վստահությամբ։